768 թվականի վերջերին Կոստանդնուպոլիսը լի էր տոնախմբությամբ, քաղաքը պատրաստվում էր գահաժառանգ Լոնի Կոստանդին 5-րդի որդու հարսանիքին։ Հարսնացուին ուղեկցող նավատորմը շարժվեց դեպի Բոսֆորի ասիական ափը, որտեղ նրան սպասում էր հանդիսավոր ընդունելություն։ Սուրբ Ստեփանոսի եկեղեցում տեղի ունեցավ թագադրության արարողությունը։ Նրա գլխին դրեցին շքեղ թագ, որը խորհրդանշում էր նրա նոր կարգավիճակը։ Այդ օրը սկիզբ դրվեց նրա ճանապարհին դեպի իշխանություն, որը շուտով կփոխեր Բյուզանդիայի ներքին կյանքը։ Բայց ո՞վ էր Իրինան։ Իրինան Աթենքից էր, փոքրիկ, բարեպաշտ քաղաքից, որտեղ նա կրոնական դաստիարակություն էր ստացել։ Այդ ժամանակ Բյուզանդիայում ամենաթեժ խնդիրը պատկերամարտությունն էր։ Կոստանդին 5-րդը պայքարում էր վանականության ազդեցության դեմ, հաճախ օգտագործելով դաժան միջոցներ։ Լոն 4-րդի կառավարման ժամանակ իրավիճակը մեղմացավ։ Իրինան սկսեց պաշտպանել արգելված պատկերները, դրսևորելով խիզախություն։ 780 թվականին Լոն 4-րդի հանկարծամահ լինելուց հետո Իրինան դարձավ Կոստանդին 6-րդի խնամակալը։ Նա ստանձնել էր ամբողջ գերագույն իշխանությունը։ Իրինան հեռացրեց վտանգավոր ընդդիմախոսներին, բարձրացրեց իր ընտանիքի անդամներին ու հավատարիմ մարդկանց, ովքեր վերահսկում էին բոլոր կարևոր պաշտոնները։ Ստավրակիոսը դարձավ գլխավոր խորհրդականն ու կառավարիչը։ Նրա շնորհիվ Իրինան վերականգնել է խաղաղությունը արաբների հետ, վերականգնել պատկերների պաշտամունքը 787 թվականին Նիկիայում գումարված ժողովում։ Իրինայի իշխանությանը սկսեց սպառնալ որդին, որը չափահաս էր դառնում։ Նա խնամակալության տարիներին ծրագրեց Կոնստանդին 6-րդի նրա ամուսնությունը Մարիա Ամնիացու հետ։ Երբ երիտասարդ կայսրը փորձեց ինքնուրույն գործել, Իրինան ճնշեց նրան։ Իրինան նա փորձեց օգտվել Կոնստանդին 6-րդի երկրորդ ամուսնությունից առաջացած դժգոհությունից, սրելու հասարակության վանականների հակակրանքը նրա նկատմամբ։ 797 թվականին Կոնստանդին 6-րդի նկատմամբ հարձակումների կուրացման արդյունքում Իրինան դարձավ միապետ։ Նա հանդիսավորությամբ ներկայացավ ժողովրդին, հաղթեց բոլոր ներքին ընդդիմություններին, կառուցեց վանքեր, բարելավեց հարկերը, ֆինանսական կառավարումը, արժանացավ ժողովրդական համակրանքին։ 802 թվականին դավադիրները օգտվեցին նրա բացակայությունից ու գահ բարձրացրին Նիկիֆորին։ Իրինան խոնարհությամբ ընդունեց իր անկումը, շուտով աքսորվեց Լեսբոս, որտեղ մահացավ մենակ ու մոռացված։